Դավիթ Կարապետյան։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի կառավարության անդամներ, խնդրի մասին եմ ուզում բարձրաձայնել։ Արդեն շուրջ 1 ամիս է, ինչ հարևան Վրաստանի տարածքում անհարկի եւ անհասկանալի քաշքշուկներ են առաջացնում հայկական ցակման բեռներով բեռնված մեքենաների, մասնավորապես ծաղիկ տեղափոխող մեքենաների համար, մասնավորապես Լարցի անցակետում վրացական կողմի մասնա խոսքը, վրաց մաքսային ծառայողները, բեռնատարները հետ են վերադարձնում, ասում են դեպի Թիֆլիս տարեք, որտեղ պետք է հավելյալ զննության անցկացվի, ճանապարհին անգամ լինում են դեպքեր կամ այնտեղ հասնելուց հետո մոտենում են բեռնատարների վարորդներին անհասկանալի մարդիկ, որոնք այս կամ այն կառույցից են ներկայանում, երբեմն ուղղակի քաղաքացիական անձիկ, որոշակի գումարների դեպքում ասում են, որ խնդիրը կարող են լուծել։ Նման իրավիճակը անհնարին եւ աննպատակարար է դարձնում տնտեսվարողների արտահանումները դեպի Ռուսաստան։ Տնտեսվարողները նաեւ այս մասով դիմել են պետական եկամուտների կոմիտեին, պետական եկամուտների կոմիտեն քննարկումներ է ունեցել վրացական լիազոր մարմնի հետ, պետական կոմիտեի հետ, եկամուտների եւ պատասխանել է քաղաքացիներին, որ դա պետական եկամուտների կոմիտեն չի զբաղվում, այլ վրացական պետական մարմիններ դիմել են իրենց պեկին, որպեսզի ապրանքները հավելյալ զննության անցկացնեն, բայց նաև հարկ եմ համարում նշել, որ տրանզիտ բեռներ են եւ զննություն որպես այդպեսին ոչ էլ լինում է։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Պարոն Կարապետյան, շնորհակալություն հարցի համար։ Ուզում եմ տեղեկացնել, որ խնդրի մասին տնտեսվարողները մեզ տեղեկացրել են եւ մենք ակտիվ աշխատում ենք մեր Վրաստանի գործընկերների հետ եւ ըստ էության պետք է նախնական պատասխան դիրքորոշումը հետեւյալն է, որ օրենսդրության համապատասխան աշխատանքներ իրականացվում, բայց ուզում եմ նշել, որ այդպիսի առանձին դեպքեր են ձեր նշած դեպքերը, դրանք ընդհանուր դեպքեր չեն, բայց պետք է ասեմ, որ աշխատում ենք եւ կարծում եմ, որ լուծում մոտակա օրերին կունենանք։ Արձագանք։ Շատ լավ, շնորհակալ եմ, եթե պետք լինի, ես ձեզ տվյալներ հավելյալ կփոխանցեմ այնտեղից վիդեոներ եւ այլն, շնորհակալություն։ Շնորհակալ եմ, տվյալներ ունենք եւ ուզում եմ նշել, որ դա առանձին կազմակերպությունների հետ է կապված, խնդիրը հասկանում ենք, գործընկերներին էլ տեղեկացրել ենք, իրենք էլ են փոխանակվում մեզ հետ տեղեկատվությամբ, աշխատանքային մթնոլորտում կարծում եմ լուծվող հարց է։ Մեր դեսպանը նույնպես զբաղվում է։ Թադևոս Ավետիսյան։ Հարցս վերաբերում է